Այսօր մեր թեման ճշմարտության 33 թեմաներից 20-րդն է, Սուրբ Հոգով մկրտություն։ Ուրեմն Սուրբ Հոգով մկրտություն թեման մենք կնայենք 4 բաժիններով։ Առաջինը ով է Սուրբ Հոգով մկրտողը, երկրորդը ով կարող է մկրտվել Սուրբ Հոգով, երրորդը Սուրբ Հոգով մկրտության որոշ նպատակները եւ 4 բաժինը Սուրբ Հոգով մկրտված լինելու ապացույցները։ Առաջին բաժինն է ով է Սուրբ Հոգով մկրտողը։ Շատ կարևոր է, այո։ Մկրտություն նախ նշանակում է ընկղմվել։ Սուրբ Հոգու մեջ մկրտվել նշանակում է Սուրբ Հոգու էության մեջ, Աստծո մեջ ընկղմվել։ Սա իհարկե մեծ օրհնություն է, որ մարդու մտքով չեր անցնի, որ օրինակ, եթե ինքը իր համար կամենար օրհնություն փափագեր, այսպիսի բան հնարավոր չէ։ Մարդն Աստծո մեջ ընկղմվեր, Աստծո մեջ լիներ։ Այսինքն ինչ է նշանակում մկրտվել, ոմանք օրինակ ես վերջերս հարցրեցին, ասում են գրված է Հովհաննես մկրտիչը Սուրբ Հոգով լցվեց, բայց եթե կար արդեն, ինչպես է որ ասում են մինչև Քրիստոսի հարությունը մկրտություն չկար, հարությունից հետո եղել, անգամ համբարձումից հետո, սակայն լցվելն ուրիշ բան է, մկրտվելն ուրիշ բան է։ Պատահում է տարբեր տեղերից որ գալիս են, մեկ էլ ասում Սուրբ Հոգով լցված ես, իրենք նկատի ունեն մկրտված ես, բայց իրականության մեջ լցվելը տարբեր է, որովհետև Սուրբ Հոգով լցվում են նաև 5 տականյան մարգարեները։ Հենց Հովհաննես մկրտչի համար ասում են մոր որովայնից է Սուրբ Հոգով լցվում, բայց մկրտությունը դեռ կատարված չէր։ Ուրեմն լցվելը նմանեցնում ենք այսպես, ոնց որ բաժակի մեջ ջուր լցնես, միայն բաժակի պարունակության չափով է ջուրը, բայց ուրիշ բան որ բաժակը ընկղմվի ջրի մեջ, թե ներսում կա ջուր, թե դրսում ամբողջովին շրջապատված է, ողողված է ջրով։ Նմանապես մարդը ոչ թե միայն Սուրբ Հոգով կարող է լցվել, այլ նաև ընկղմվել Սուրբ Հոգու մեջ։ Սուրբ Հոգով մկրտողը ըստ Սուրբ գրքի Տեր Հիսուս Քրիստոսն է։ Օրինակ Մարկոսի 1-րդ խոսքը, որ մենք կարդում ենք, խոսում է Տիրոջ մասին, Հովհաննես մկրտիչը ասում է ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ։ Նաև Հովհաննու ավետանում այսպիսի վկայություն է տալիս նորից Հովհաննես մկրտիչը ասում է ես չգիտեի ով է նա, այսինքն Քրիստոսը ով է։ Բայց Հովհաննեսը վկայում է, ասում է նա որ ինձ ուղարկեց, ով որ ինձ ուղարկեց Աստված։ Նա ասեց ում վրա որ տեսնես Աստծո հոգին իջնում եւ մնում է աղավնու կերպով, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Ասում է եւ ես տեսա ու վկայեցի, ասի, ահա Աստծո գառը որ վեր է առնում աշխարհի մեղք կամ նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Հիսուսը հարություն էր առել, աշակերտներին պատգամներ էր տվել 40 օրվա մեջ, հարությունից հետո մոտ 40 օր ինքն իր աշակերտների հետ շրջեց։ Շրջելուց հետո ըստ վկայության 500-ից ավելի մարդիկ էին հավաքված, ասում է տեսան Հիսուսը բարձրացավ դեպի երկինք։ Եվ դրանից հետո 10 օր հետո կատարվեց մկրտություն Սուրբ Հոգով։ Ուրեմն Գործքի 2-րդ գլուխ 32 եւ 33 խոսքերն եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում են Սյուն հենց այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որի վկաները մենք ամենքս ենք։ Արդ Աստծո աչով բարձրացած եւ Սուրբ Հոգու խոստումունքը հորից առած թափեց այս, որ դուք հիմա տեսնում եք։ Այսինքն Պետրոսը վկայում է Հիսուսին Աստված հարություն տվեց եւ Աստծո աչով բարձրացավ վեր եւ հենց այս Հիսուսն է, որ Աստծուց վերցրեց այդ, ոնց ասած, գործի իշխանությունը, թույլտվությունը եւ նա ասում է եւ Սուրբ Հոգին հա թափեց մեզ վրա, ինչպես որ հիմա դուք տեսնում եք։ Այսինքն թե Հովհաննես մկրտիչը վկայեց, որ Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է, թե նաեւ Պետրոսը վկայեց, որ Հիսուս Քրիստոսը այս մկրտությունը կատարեց։ Ուրեմն Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այսինքն այս գործը որոշված է միայն Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Միայն Հիսուսն է, որ մկրտում է Սուրբ Հոգով։ Օրինակ Ղուկասի 24:49 կարդամ ձեզ համար, եւ ահա ես իմ հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ ասում են նստեցեք Երուսաղեմում
Երուսաղեմ քաղաքում, մինչև որ ասում է վերևից զորություն առնեք։ Ապացուցում է Տեր Հիսուս Քրիստոսն է Սուրբ Հոգով մկրտողը։ Երկրորդ բաժնին մենք կանցնենք, որը կոչվում է ով կարող է մկրտվել Սուրբ Հոգով։ Ինչպես որ առաջին բաժնի մեջ ասացինք, սա խոստում էր Աստծուց, խոսել էր, որ այս մկրտությունը պետք է անի, այս օրհնությունը պետք է տա իրեն հավատացողներին։ Սակայն առաջին անգամ այս մկրտությունը իրականացավ Տեր Հիսուսի համբարձումից հետո, այսինքն հարությունից եւ համբարձումից հետո։ Երբ որ Պենտեկոստեի օրերը եկան, այսինքն կարճ ասեմ, Պենտեկոստե նշանում է 50-րդ։ Աստված ժողովրդին 5 տական ժամանակներում 5 ուխտի ժողովրդին այսպիսի պատվեր էր տվել։ Երբ որ դուք սկսում եք հունցքը, հենց որ առաջին, ոնց ասած, խաղը եղավ, հաշվում եք 49 օր, այսինքն 7 անգամ 7, հետաքրքիր է, եւ 50-րդ օրը արդեն տոն պիտի անեք։ Եվ այդ տոնի օրը բոլորը պարտադիր հավաքվում են, որ միասին ուրախանան, ամբողջ Հրեաստանից, անգամ ուրիշ տեղերից հավաքվում են տոն կատարելու։ Ուրեմն 5 տակարանում Հովել Մարգարեի 2-րդ գլխի 28-29-րդ խոսքերում, որ այս կրկնված է Գործք առաքելոցի մեջ Պետրոս առաքյալ ասում է եւ կլինի հետին օրերում ասում է Աստված, որ իմ հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգանան եւ ձեր երիտասարդները կտեսնեն եւ ձեր ծերերը երազները կտեսնեն։ Սակայն Տերը Սուրբ Հոգով մկրտեց միայն նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին։ Կան այնտեղ իսրայելցիներ, կան այնտեղ հավատացյալ ժողովուրդ 5 տականյան կարգի համեմատ, քահանաներ, քահանապետներ, քահանաների որդիներ, իհարկե դպիրներ, օրենսգետներ, որոնք Աստծո մարդիկ էին կոչվում, բայց Աստված կարծես Սուրբ Հոգով մկրտությունով մատնացույց արեց, ովքեր են հիմա իմ ժողովուրդը։ Ուրեմն ըստ Սուրբ գրքի, քանի որ հարցը սա էր, հարցադրումը ով կարող է մկրտվել Սուրբ Հոգով, ամեն դարերում, ամեն ժամանակներում եւ ամեն ազգերից կարող են մկրտվել Սուրբ Հոգով, թե կին, թե տղամարդ։ Որտեւ Աստված որոշել է, այո, բոլոր հավատացողների համար Աստված աչառություն չի դրել կնոջ կամ տղամարդու կամ ազգերի մեջ։ Քանի որ հին ուխտի ժամանակ որոշված էր մի ազգ, որոնցով օրինակները տվեց, բայց Աստված նաև Քրիստոսով Աբրահամին տված օրհնությունը, խոստումը կատարեց։ Բոլոր ազգերը կօրհնվեն քո սերունդը, ոչ թե միայն քո սերունդը կօրհնվի, այլ բոլոր ազգերը։ Այսինքն իմ բարիքները, իմ օրհնությունները, իմ փրկությունը ես պետք է ցույց տամ ամեն ազգերին։ Անկամ ասում եմ, այնտեղ կան քահանաներ եւ այլ մարդիկ, որոնք կոչվում են Աստծո մարդիկ իբրև, բայց քանի որ Քրիստոսին չընդունեցին, Աստված նրանց չմկրտեց Սուրբ Հոգով։ Աստված խոստացել էր, բայց ումը ամեն մարմնի, այսինքն ամեն անձի վրա, ոչ թե մենակ հոգիների վրա, եթե գրեր Աստված ամեն հոգու վրա, ոմանք ասեն երևի երկին գնաս նոր մկրտվես։ Բայց քանի մարմնի մեջ ես, որպես Աստծո մարդ, ամեն մարմնի վրա, բայց սակայն 38 եւ 39 խոսքերում այսպես է ասում։ Ասում է Պետրոսն էլ ասեց, ասենք նույն օրվա, նույն թեմայի շարունակություն, նույն խոսքի շարունակությունը, որ Պետրոս խոսում է, ասում է ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը եւ այն ամեն հեռավորների համար, որոնց մետեր Աստվածը կկանչի։ Տեսնում եք, ապաշխարեցեք պարզ, առանց ապաշխարության հնարավոր չի Սուրբ Հոգու մկրտություն, դրա համար ինչ ասում։ Ապաշխարեցեք եւ ձեզանց ամեն մեկը թող մկրտվի մեղքերի թողության համար պարզ է։ Պետք է տեղի ունենա մեղքերի թողություն նոր Սուրբ Հոգու մկրտություն։ Սակայն գիտեք ոնց է, պատահում է, որ մարդը դեռ ջրով չմկրտված Սուրբ Հոգին տալիս է Աստված։ Ինչպես որ դեպքեր կա, հեսա կարդան Կորնելիոսի տանը։ Սա արդեն ոչ թե ապաշխարություն տեղի չունեցավ, այլ Աստված սիրտ ու երիկամու քննող է։ Ապաշխարությունը մենք ասել ենք ձեզ
ինչպես է կատարվում։ Ոմանց համար հնարավոր է կատարվի 5-10 րոպեի մեջ, ոմանց համար տարիներ։ Այսինքն մարդու սրտից է կախված 5 րոպեում կորոշի ամբողջովին նվիրվի Աստծուն, թե տարիներ հազիվ հազ այս հարցը թողեմ են հարցը, դա մարդուց է կախված, որ ինչքան ժամանակում կնվիրվի, կհավատա Քրիստոսին եւ իր սիրտը կտա եւ Աստվածը որպես ինչպես որ Կորնելիոսի տան համար գրված, ասում է հավատքով սրբեց նրանց սրտերը Աստված։ Գործ Առաքելոցի մեջ որ Պետրոսը կանգնում է պատասխանատվության, ասում է Աստված հավատքով սրբեց նրանց սրտերը եւ Սուրբ Հոգին տվեց նրանց ինչպես եւ մեզ։ Ուրեմն Աստված սրբում է, սրբացում է եւ նոր Սուրբ Հոգին տալիս է։ Սակայն ումը, ասում է ձեր համար է այս խոստումը, ձեր որդկանց համար եւ ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստված կանչե։ Ուշադրություն դարձեք, այս հեռավոր արտահայտությունը թե ժամանակ նկատի ունի, թե տարածություն։ Ուշադրություն դարձեք, ձեզ համար, ձեր որդկանց համար, այսինքն ձեզնից հետո եղողն է, ձեր սերունդների համար են։ Սա ժամանակի հեռավորություն է։ Սակայն նրանց համար էլ է Սուրբ Հոգու մկրտությունը։ Նաև այն տարբեր ազգեր, որ աշխարհի տարբեր ծայրերում են ապրում, սակայն լրացուցիչ մի բան նորից կրկնում է, ասում է Պետրոս առաքյալ, ասում է այն ամենին, որոնց մեր Տեր Աստված կկանչե, այսինքն ամեն կանչվածի համար է այս խոստումը։ Այսինքն Աստված կանչում է ապաշխարության, եթե ապաշխարեն, սրբվեն, նաև Աստված մկրտում է Սուրբ Հոգով։ Սակայն Տիրոջ խոսքը այսպես ասում, կանչվածները շատ են, ընտրվածները քիչ։ Այսինքն, որ ասում ենք ամեն կանչված, բնական Աստված բոլորին կանչում է ապաշխարության, սակայն ապաշխարողին է տալիս։ Նաև Գործ Առաքելոց 10:44-48-ում, որ խոսեցի Կորնելիոսի տան համար, ասում է եւ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս վկայում էր Քրիստոսի մասին, ապաշխարության մասին, Քրիստոսի տեր լինելու, փրկիչ լինելու եւ այլ, ասում է եւ դեռ Պետրոսը խոսում է, ասում է Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա եւ զարմացան Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլպատությունից էին, այսինքն հрьяաներ էին, նրանք մտածում էին միայն հрьяաների համար է մկրտությունը եւ դրա համար զարմացան, ասենք ոչ հрьяաներ են, ինչպես Աստված Սուրբ Հոգով մկրտություն, ամենա, ասած Աստված Սուրբ պարգևը, պատկերացնում եք Աստծո մեջ ընկղվի մարդը, այն հեթանոս կոչված մարդը, բայց արդեն Տիրոջ համար հեթանոս չէին, որովհետև նրանք ապաշխարեցին, ընդունեցին Պետրոսի վկայությունով Քրիստոսի եւ սրբվեցին։ Եվ շարունակությունը կարդամ, ասում է, նրանք ովքեր որ զարմացան, ասում է, որ թլպատությունից, որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր, որովհետև լսում էին, որ նրանք լեզուներով խոսում եւ Աստծուն փառաբանում են։ Այն ժամանակ Պետրոս պատասխանեց. «Միթե մեկը կարող է ջուրը արգելել, որ սրանք չմկրտվեն, որ Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես եւ մենք»։ Եվ նրանց հրամայեց, որ Տիրոջ անունով մկրտվեն։ Ինչ կատարվեց։ Հասկացվում է, թեև Տերը խոսել էր, բայց այդ տրամադրվածությունը ազգերի նկատմամբ դեռ անգամ աշակերտների մեջ էր մնացել։ Պետրոսին Աստված անձամբ ասել էր, ոչ թե միայն Պետրոսին, բոլոր առաքյալներին, բոլորի ծառաներին, գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտեք Հոր, Որդի եւ Սուրբ Հոգու անունով, այս ջրով մկրտելու պատգամը Տերը տվել էր, բայց երևում է նրանք էլի այդքանից հետո կամուկած էին, հեթանոսներից դարձածներին էլ պետք է մկրտենք այդ Սուրբ անունով, Հոր, Որդի եւ Սուրբ Հոգու անունով։ Երևում է, որ եթե Տերը չմկրտեր նրանց Սուրբ Հոգով, Պետրոսը նրանց ջրով մկրտող չէին։ Հենց ինքը խոսում էր սրտի կապանքների մասին, որ արձակվեց Տիրոջ գործով։ Եթե անգամ Տերը Սուրբ Հոգին տվեց, մենք ով ենք, որ ջուրը արգելենք։ Եվ ասում է հրաման տվեց, որ ջուր պատրաստեն, որ նրանց էլ ջրով մկրտեն։ Եվ կատարվեց այս։ Անգամ երբ որ եկան Երուսաղեմ, ասում է Երուսաղեմ եղողները խիստ բարկացած էին, ինչպես մտար հեթանոսի տունը եւ նրանց հետ հաց կերար։ Հələ այն հին կրոնով էին շարժում շատերը, թեև հավատացյալ էին։ Ազատագրված չէին այդ կապանքներից, չէին հասկացել Աստծո գործը, բայց Պետրոսը նորից այս դեպքը պատմեց եւ ասում է, երբ որ նրանք լսեցին, ձայները կտրեցին, անգամ փառավորում էին Աստծուն, որ հեթանոս եղած ժողովրդի համար էլ է Աստված փրկություն պատրաստել,
ոչ թե միայն ասենք իսրայելցիների համար։ 80-ական թվականներին ինչ էին ասում։ Սուրբ Հոգու մկրտություն իբրև թե նրանք խոսում են հիմա չի կատարվում։ Այլ ասում են միայն առաքյալների համար է։ Հետո որ դու ապացուցում ես միայն առաքյալները չեն 120 հոգին, ասում են միայն Երուսաղեմ եւ հավատացյալների համար։ Որ ապացուցում նաեւ Կորնելիոսը որ Երուսաղեմից չէր, անգամ հրյա էլ չէր։ Ասում են միայն առաջին դարի համար էր։ Իրանք միայն այս նպատակն են տեսնում։ Օտար լեզուներով խոսալը միայն տեսնում են ավետարանչության համար։ Բայց երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, տեսնենք հետո ինչի համար է։ Միայն ավետարանչության համար չէ Սուրբ Հոգու մկրտությունը։ Մեկ էլ որ խոսում ես այս հատվածը, որ Աստված ասում է կանչել է բոլոր հեռավորներին էլ, այսինքն որոշել է բոլոր հեռավորների համար 39-ում որ ասում է, որոնց մեր Տեր Աստված կանչե։ Դեմ ես տալիս պատին, ոնց ասած, ապացուցում ես, որ այսօրվա համար մանավանդ Հովելի մարգարեության ասում է, վերջին օրերում իմ հոգուց պիտի թափեմ։ Պետրոս ասում է, Տիրոջ համար 1000 տարի մի օրվա պես է, մի օրը 1000 տարվա պես։ Եթե Պետրոսի ժամանակը վերջին օրեր էր համարում, մեր օրերը ավելի վերջին են։ Ուրեմն առավել եւս հիմիկվա համար է որոշված մկրտությունը։ Որտեղ Տեր ասում է, վերջին օրերում կթափեմ իմ հոգին ամեն մարմնի, այսինքն ամեն հավատացող մարդու վրա։ Ուրեմն բացառվում է նրանց մերժումը, որ արդեն ասում ես, մեկը գիտես ինչ են ասում։ Միշտ կարծես մարդիկ իրենց սրտում տրամադրված լինեն հակառակվելու, մի բան ծառելու։ Մեկ էլ հիմա որ ասում ես, չէ, ապացուցում ես, որ 20-21-րդ դարի համար էլ է մկրտությունը, այսպես են ասում։ Դե մենք էլ ենք մկրտված։ Եվ ինչի են նմանեցնում։ Ասում է Հիսուսը որ գնաց ջրով մկրտվեց, անմիջապես Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա։ Մեր ջրով մկրտության օրը մենք ուղղակի չենք տեսել, բայց մեր վրա իջացավ վերջ։ Իրենք գիտեն թե պայքարում են իրենց ճշմարտություն իբր պայելու, բայց պայքարում են որ չմկրտվեն։ Պայքարում են որ հեռու մնան մկրտությունից։ Իրենց վնասի համար են պայքարում։ Հովանու 7:37-39 գրված է։ Տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ինձ հավատացող, ինչպես Գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրի գետեր կբխեն։ Եվ առաքյալը ինչ ասում։ Սա ասեց, ասիկին Հիսուսն ասեց, այն հոգու համար, որ ընդունելու են նրան հավատացողները, որտեղ դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որտեղ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Դեռ մկրտություն կատարված չէր, որտեղ ասում է Հիսուսը դեռ փառավորված չէր։ Առաջին անգամ կատարվեց Պենտեկոստեի օրը մոտ 2000 տարի առաջ եւ ամեն դարերի մարդկանց համար սա ընդհանրապես դեռ խոստում էր, բայց նոր կտականանյան հավատացյալներով, ասիկն իրականացավ այս խոստումը։ Ուրեմն ամեն կերպ մենք կարող ենք Սուրբ Գրքով ապացուցել, որ այս մկրտությունը որոշված է Աստծո մոտ ամեն դարերի համար, ամեն հավատացողի համար, անկախ դրանից ինչ սերի է պատկանում կամ ինչ ազգի է պատկանում։ Փառք Աստծուն այս շնորհքի համար։ Խոստումը տված է, սակայն ոմանք չեն ընդունում, տարբեր պատճառներ բռնելով։ Անկամ ոչ թե միայն խոսում են միայն առաջին դարի համար է, տարբեր խմբերի մարդու մոտ ես գնում, ասենք մեկը տեսնում ես պետական եկեղեցիների անդամներ, անգամ Եհովայի վկա կոչվածներ, կամ հատուկ ավետարանչական որոշ խմբեր նույն խոսքը կարծես նույն տեղից վերցածն են։ Հենց խոսում Սուրբ Հոգու մկրտության մասին ասում է, գիտեք ինչ, մեր եղբայրներից մեկը մի օր գնաց, մի տեղ ինքը անգլերեն է լավ հասկանում, մյուսը ասում է, չգիտեմ, մեր եղբայրը ինչերն է լավ հասկանում, եւ տեսավ օտար լեզվով խոսողը հայոյում է։ Եվ իրանց այդ եղբոր տեսած լսածը համարում են որ դա նշանակում է Սուրբ Հոգու մկրտություն չպետք է տեղի ունենա, եղածն էլ չարից է։ Գրքով ապացուցում ես չեն ընդունում, իրենց մի եղբայր կա սուտ է խոսել, այդ ոնց է բոլոր եղբայրն է այդ սուտ ասանը։ Հետո ինչ, անգամ եթե մարդ հանգար սուտ էլ չի խոսել, լավ։ Մեկ ինչ որտեղ անգլերեն լեզվով հայոյել է։ Հետո ինչ, չարը չի կարա անգլերեն խոսել կամ ֆրանսերեն կամ ինչեր։ Մեկն էլ հայերեն կարող է հայոյի, նշանակում է հայերեն լեզու պետք է մերժվի։ Այդ ինչ,
պատճառը մեկին տեսանք, հա ես էլ եմ տեսել, ճիշտ ասած, եթե որ այդպես վկայություն կա, տեսել եմ, որ ասենք դիվահարը օտար լեզվով դևերին է կանչում։ Եվ որ մանավանդ հավատացյալները սպառնում սաստում են, որ դևը դուրս գա, տեսնենք օգնության է կանչում, ես տեսել եմ շատ դեպքեր այդպես, որ օգնության է կանչում, դևերի տարբեր անուններ է տալիս, ես ինչ ձևի աղաղակում եմ, որպեսզի եկեք իբր օգնեք ինձ դուրս չանեն այստեղից, բայց Տերը շատ ժամանակ հենց դուրս է հանել այդ դևերին։ Հա հետո ինչ դևը այդ մարդու միջից օտար լեզվով խոսի կամ հայերեն հայոյանքներ անի կամ էլ Աստծուն անպատվի օրինակ։ Դա չի նշանակում, որ պետք է մերժվի Սուրբ Հոգու մկրտությունը կամ Սուրբ Գրքի գրվածքները։ Առաջին Կորինթացի 14-ի 21-ում Պողոս առաքյալը այսպես է ասում. Օրենքում է գրված է, թե օտար լեզուներով եւ օտար շփթունքներով խոսեմ այս ժողովրդի հետ, բայց եւ այնպես ինձ ականջ չեն դնի, ասում է Տերը։ Այսինքն կրկնեց 5 տականան մի հատված, այսինքն այն ժողովուրդը, եթե նշան է ուզում, անգամ եթե այսպիսի նշան էլ ցույց տամ, չեն ընդունի։ Պետք է ասեմ գժված է։ Ինչպես Պողոս առաքյալն ասում է տգետների հնարավոր հավատացել լինի, բայց տգետ լինի այդ հարցում։ Կամ անհավատների առջև ասում աղոթք մի արեք օտար լեզվով, որտեղ նրանք ասեն խենթացել են։ Երկու դեպք ունեմ վկայություն տարբեր գյուղեր էր, առաջին անգամ ճիշտ ասած Լուսակերտ, որ նոր էր սկսվել խումբը, գնացի Լուսակերտի այդ քույր եղբայրները նորեկներին, ասին Մերած եղբայր մեզ ասում են խենթացել եք, դուք խենթ եք ժողովուրդը։ Իրենք գիրքել չգիտեն, ասի կարող է օտար լեզուներով աղոթք եք արել ինձ մոտ, ասում այո, ասի դե գրված է։ Եթե անեք ձեզ կասեն խենթացել, որտեղ իրենք չեն հասկանում, ինչ որ իրենց համար տարօրինակ է, ուրեմն անորմալություն է։ Նորից Արագածի շրջան մի գյուղ կա, նորից գնացի շաբաթների տարբերությամբ, այդտեղ էլ է նոր սկսվել հավատքը։ Բա եղբայր ջան մեզ ասում են դուք գժեր եք, գժված եք։ Ասի կարող է օտար լեզուներով աղոթք եք արել անհավատների դեմ։ Ասեց այո, բայց դե բնական է, սա գրված է, բացում եմ գրվածը ցույց եմ տալիս։ Եթե դուք աղոթք անեք, նրանք չեն հասկանում։ Իրանք պետք է ասեն, սրանք խենթացած են։ Տար կատարվում է գրվածքը։ Եթե գրված չլիներ, մենք ասենք, ինչ տարօրինակ բան է։ Բայց գրված է։ Ուրեմն Սուրբ Գիրքը ասում է՝ մի արեք նման բան։ Եվ ասում է, այդպես էլ չպետք է հավատալ։ Շատ ժանք հավատացյալ ուզում են նշանը ցույց տան իրենց հարազատներին կամ ընկերներին, որ մարդը տեսնի իբր զարմանա եւ ասի՝ «Վայ, իսկ հանձել Աստված կա, որ Սուրբ Հոգու մկրտություն է արել»։ Քեզ համար է Սուրբ Հոգու մկրտությունը արժեքավոր, նրանք չեն հասկանում։ Այսինքն դու սրանով չես կարող զարմացնել նրանց, այլ պետք է ավետարանը վկայել ընդհանրապես, ոչ թե լեզուներով աղոթես իբր զարմացնել։ Ոմանք էլ վեր են կենում ավետարանչական ժողովներին անհավատ դիք հազարավոր մարդիկ օտար լեզվով սկսում են միկրոֆոնով անգամ բարձր գոռան։ Հիշում եմ մի անգամ էլ այդ 90-ական թվականներին, որ ճանապարհները չէր մաքրվում, մարդիկ ոտքով էին գյուղից գյուղ գնում։ Ես էլ գնացել եմ, որ մի գյուղ էի գնում ժողովի համար։ Այդպես մի մարդ պատահեց, ընկեր, ոնց որ ճանապարհի ընկեր, իրար հետ մոտ 9 կիլոմետր պետք է գնանք, ինքը ավել պետք է գնան։ 9 կիլոմետր հետո իմ գնացած գյուղն էր։ Ուրեմն նրան վկայեցի Քրիստոսի մասին, այս մարդը ասաց, ես էլ չեմ ուզում հավատամ, հասկացա, որ մի գայթակղություն եղել է։ Ու հարցեց ասի, եթե կարելի է, ի՞նչն է պատճառ դարձել, որ դու այդպես հետ ես քաշվում։ Ասես մի անգամ գնացել ենք Փարոս ռեստորան կա Երևանում, այդ ժանակ բացօթյա ժողովներ են լինում։ Ասում է սրտանց գնացի, որ այդտեղ հավատամ, ասում է, Աստծուն հավատամ, նվիրվեմ։ Ասում է մեկ էլ ժողովը անցավ, խոսք անցավ, ասում է մեկ էլ որ չսկսեցին, ասում է տարօրինակ լեզուներով, օտար լեզուներով գորգռալ, կանչել, ասում է ես ասես որտեղ եմ ընկել, գժանոց եմ ընկել, որտեղ եմ ընկել։ Նորից Պողոսի խոսքը կատարվեց, ասածը։ Մարդը պետք է ասի դուք խենթացել եք։ Իրենց թվում է թե հրաշք են ցույց տալիս մարդկանց, բայց Սուրբ Գիրքը ասում է դա հրաշքի տեղ չեն ընդունի մարդիկ, ընդունեն խենթության տեղ, մի գայթակղեցնում մարդկանց։ Աստված ձեզ օրհնի։ Մենք նայեցինք պատկանելության կողմից ամեն ազգի մարդ, կին թե տղամարդ կարող է մկրտվել։ Այսինքն այս կողմից սահմանափակում չկա։ Սակայն արդեն վերաբերմունքի հարց է մնում։ Տեսնենք ինչպիսի մարդիկ, ովքեր, այսինքն ինչ պայմանով կարող են մկրտվել։ Սահմանափակում չկա ազգերի մեջ, սակայն
Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ խոսեց, չեմ ուզում արդեն կարդամ նույն հատվածը, Հովաննու 7:37-39, որ կարդացիք, ինչ ասեց, այս մկրտությունը ովքեր էին ստանալու իրեն հավատացողները, արդեն ինչ որտեղ մի, ասենց ասած, սահմանափակում դրվեց, եթե չես հավատում, չես մկրտվի, որտեղ սա խիստ կապված է իրավունքի հետ, ժողովուրդ ջան, Աստված հարգում է ամեն մարդու իրավունքը եւ մարդը հավատքով հոժարվում է եւ ընդունում է, նաեւ Տերը ասպես ասաց, ով որ ծարավ է թող գա խմի։ Փաստորեն ծարավ, այսինքն փափագողները։ Այնպես չի, որ մեկը չփափագի, մեկը չուզենա, Աստված զորով տա իբրև որպես օրհնություն, բայց մարդը ասի, ես չէի ուզում, ինչու Աստված զորով ինձ տվեց այս բանը։ Դրա համար ասում խիստ կապված է իրավունքի հետ, այսինքն ազատությունը սա է, ամեն ազգից, ամեն ցեղից, ամեն լեզվից, ամեն սեռից կարող են գան, եթե փափագում են, հավատում են, մկրտվել։ Սակայն ամեն մարդու վերաբերմունքից կախված է մկրտությունը, այսինքն հավատում է, թե չի հավատում, ուզում է, թե չի ուզում, կամենում է, ծարավ է, թե ծարավ չէ։ Նաև Աստված մկրտում է, այո, ասում վերաբերմունքը ինչքան կարևոր է, որտեղ դուք գիտեք, արդեն սրա վրա չեմ խորանում, ամեն մարդ մեղավոր է։ Մեղավորը չի կարող մկրտվել Սուրբ Հոգով, մարդը պետք է սրբվի, նոր մկրտվի, Գործք առաքելոց 15-8-9 հատվածներն եմ ուզում կարդալ ձեզ համար, գրված է։ Ասում է, եւ սրտագետ Աստված վկայություն տվեց նրանց Սուրբ Հոգին տալով նրանց, ինչպես եւ մեզ, եւ ոչինչ խտրություն չարեց նրանց եւ մեր մեջ հավատքով սրբելով նրանց սրտերը։ Տեսնում եք, ասում է Աստված, սրտագետ Աստված, ինչ արեց, վկայություն տվեց այս մարդկանց սրտերի մասին, խտրություն չարեց, այլ ընդհանրապես Աստծո համար սա էր պետք։ Հավատք, որ հավատքի միջոցով Հիսուսի արյան գործով, Հիսուսի զոհողության գործով Աստված սրբի նրանց սրտերը։ Եվ ասում է հավատքով սրբեց նրանց սրտերը։ Այսինքն մինչև որ մկրտություն կատարի, Աստված պետք է սրբի որ մկրտի։ Այսինքն լույս հոգին չի կարող կեղտոտ սրտերում բնակվի։ Մարդը պետք է սրբվի։ Այն էլ սրբությունը ոնց է կատարում Հիսուսին հավատալով մարդը մեղքերի թողություն է ստանում։ Ով որ մեղքերի թողություն չի ստացել, չի մկրտվի։ Դրա համար շատ կարևոր է, որ մարդը Քրիստոսին հավատալով մեղքերի թողություն ստանա, սա կոչվում է սրբացում, սրբություն։ Եվ մեղքերի թողությունից հետո արդեն Աստված կարող է նրան մկրտել Սուրբ Հոգով։ Սակայն ոչ թե միայն Սուրբ Հոգով մկրտություն, այլ բոլոր խոստումները, չէ, Աստծո բոլոր օրհնությունները, որ ուզում ես ստանալ, հավատք է պետք։ Անկամ ֆիզիկական բժշկություն չէ, Տեր ասում է հավատում ես, որ կարող եմ անել։ Ուրիշ մի տեղ ասում է նրանց հավատքը նայելով Տերը բժշկեց, չէ, անդամալույցին։ Եվ նման վերաբերմունք, ով որ հավատա, պիտի առնի։ Ով որ հավատա, պիտի ստանա նաև այս հարցում։ Սուրբ Հոգով մկրտություն պետք է ստանա Աստծուց։ Գործք առաքելոց 10-ի 44-ից 48-ում էր գրված այդ դեպքի մասին, որ 15-ում արդեն Պետրոս ասաց հավատքով սրբեց նրանց սրտերը, բայց հենց տեսնենք ինչ թեմա էր խոսվում, որ նպաստեց սրբացման։ Հիսուս Քրիստոսը Աստծուց որոշված այս մարդը, հենց Տեր ասում է, դուք գիտեք, ճանաչում եք, որ Աստծուց ուղարկված էր եւ Սուրբ Հոգու զորությամբ օծված էր սատանայից հարստահարվածներին էր ազատում եւ այլ, ասում է, բայց մարդիկ վերցեցին նախանձից ոմանց տրգիտությունից մատնեցին, թեև Աստծո թույլտվության մեջ են մտնում, ասում է, վերցին փայտից կախած սպանեցին։ Եվ վկայություն է տալիս Պետրոս ասելով, սա է ամենի Տերը, որի համար մենք վկայում ենք, որ ինքը պատվիրեց մեզ, որ մենք վկայություն տանք Երուսաղեմից սկսած բոլոր ազգերի մեջ, որ նա է ամենի Տերը եւ նրան հավատալով մարդիկ մեղքերի թողություն կառնեն եւ սրբացում։ Եվ ասում է դեռ այս մասին, Հիսուս Քրիստոսի մասին թեման Պետրոսը խոսում է, ասում է եւ Սուրբ Հոգին իջավ բոլոր լսողների վրա։ Եվ ասում է զարմացան բոլոր մարդիկ, իհարկե Պետրոսի հետ լինողները, հետո Պետրոս ասում է միթե մեկը ջուրը կարգել եւ արդեն մեղքերի թողության, որ ասում է ջրով մկրտվեք մեղքերի թողության համար, չէ՞ կարդացին։ Այսինքն
Սա ոչ թե ջրով մկրտությունն է մարդուն տալիս մեղքերի թողություն, այլ երբ որ մարդը հավատում է Քրիստոսին, դառնում է Քրիստոսի սեփականություն պատկանելիությունը ձեռք բերում է, սրբացումով եւ փրկությունով է լինում։ Արդեն մեղքերը թողված են։ Ջրով մկրտությունը որպես մի դավանություն է, որ ես հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ, որ ինձ համար մահացել է, թաղվել է, իմ հին մարդը նրա հետ թաղվել է, հարություն է առել եւ ես հավատում եմ, որ Քրիստոսի զորությունով կարող եմ ապրել նոր կյանքով։ Կորնելիոս այդ պահին հավատաց Պետրոսի վկայությանը։ Եվ երբ որ Պետրոսը ասում է, սա է ամենի Տերը, Կորնելիոսը գիտեք ինչ է մտածում։ Այո, նաեւ իմ Տերը։ Դրա համար ասում է, փրկությունը ասպես է կատարում, Քրիստոսին պետք է ընդունես Տեր եւ Փրկիչ։ Եվ Տեր եւ Փրկիչ, որ ուրիշ ճանապարհով փրկություն չկա։ Եվ Տերը նաեւ կոչ է անում, որպեսզի խնդրեն, որ առնեն, ով որ խնդրի ասում է պիտի առնի, ով որ փնտրի պետք է գտնի եւ ասում է դուր ծեծողին պիտի բացվի, եւ Տերը քաջալերելու համար մեզ այսպիսի բան է ասում։ Ղուկասի 11:13-ում ասում է. «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ ձեր որդկանց տալ, էլ որքան ավելի երկնավոր Հայրը ձեր Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր ուզում են նրանից»։ Այսինքն Տերը նաեւ գիտեք ոնց մենք ասացինք, չէ՞, ազատություն է բոլորի համար, սակայն մարդը պետք է հավատա, ծարավով, ասենք փափագ ունենա, նաեւ աղոթք անի։ Ասում է Սուրբ Հոգի, որ ուզում են եւ համատում է երկրավոր հայրերի հետ, որ բնությամբ չար է մարդը։ Անկամ բնությունով չար մարդ իր որդիների համար բարի նվերներ է տալիս, ասում է, այլ որքան Աստված, ասում է, նրանց չի տա Սուրբ Հոգին, ովքեր իրենից խնդրում են, իր որդիների համար է։ Սակայն մեկ իրականության վրա եմ ուզում կանգնել, շատերը շփոթում են Սուրբ Հոգով մկրտությունը վերստին ծնունդ իրար հետ։ Օրինակ, ոմանք վերցնում են Հովանու ավետարանի 3-րդ գլխից, որ Տերը ասում է, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Մարդիկ վերցնում են, բառեր են փոխում եւ սարքում են իբրև թե Տերը ասում է հոգով չմկրտվի։ Նախ վերջավորություններ են փոխում։ Տերը ասում է, ով որ հոգուց չծնվի, հոգուց եւ ջրից։ Մարդիկ վերցնում են, փոխում են, մարդկանց ներկայացնում են, ով որ ջրով եւ հոգով չմկրտվի։ Այմար Տերը դες բան չասեց։ Անկամ մի տոն փոխես, միտք է փոխում, ուր մնաց բառեր փոխես։ Բառեր են փոխում։ Տերը ասում է հոգուց եւ ջրից։ Սրանք վերցնում են։ Վերջավորությունը փոխում հոգով եւ ջրով։ Արդեն փոփոխություն է, խարդախություն է սա։ Տերը ասում է չծնվի, սրանք չծնվել է, սարքում չմկրտվի։ Պատկերացնում եք։ Ես շատերը հավատում են այդ սատին, չեն տեսնում, որ սրանք բառեր են փոխում, արտահայտություններ են փոխում։ Այդպես չի, տարբեր ակտեր են վերստին ծնունդը եւ Սուրբ Հոգով մկրտությունը։ Եվ ոմանք ասում են Սուրբ Հոգով մկրտությունն է վերստին ծնունդ, ոչ։ Սուրբ Հոգով մկրտությունը ուրիշ ակտ է։ Մենք վերստին ծնունդ արդեն նայել ենք, չէ՞, ինչպես է կատարում հավատքով։ Տերը ասում է, հավատացեք լույսին եւ լույսով որդիներ կլինեք։ Եվ բացատրել ենք, չեմ ուզում հիմա նորից վերստին ծնունդ բացատրել, թեման ունենք, կարող եք նորից կրկնությունը նայել, ձայնագրություն կամ գրքեր ունեք։ Սակայն Տերը մկրտում է վերստին ծնվածներին, իր որդիներին Սուրբ Հոգով։ Ոչ թե մկրտվում է դրանով վերստին ծնունդ է ստանում, վերստին ծնունդը կատարվել է ավելի շուտ։ Եվ հետո է մկրտությունը, թեկուզ Կորնելիոսի դեպքն վերցեք, Կորնելիոսը մինչև մկրտվել է վերստին ծնվեց, հավատալով։ Հենց Պետրոսը ասում է, հավատքով սրբեց նրանց սրտերը, նոր մկրտեց, հավատքով ծնվեց, նոր մկրտվեց։ Այսինքն մենք գիտենք, վերստին ծնունդը կատարվում է հավատքով։ Անկամ այսպիսի հարց եմ տալիս գրքից, այդ որ պնդում են իրենց ուսմունքի իբրև թե Սուրբ Հոգով մկրտությունը իբրև թե վերստին ծնունդը, հարց եմ տալիս, մինչև մկրտությունը աշակերտները վերստին ծնված էին, թե չէ։ Տերը սովորեցնում է նրանց, հաճախակ ասում է ձեր հայրը, որ երկնքում է, դեռ չմկրտված մարդկանց Սուրբ Հոգով։ Ձեր հայրը, որ երկնքում է։ Եվ շատ ժամանակ է ասում, ձեր հորը այսպես աղոթք արեք, հայր մեր, որ երկնքում է։ Այսօր թեկուզ շաբլոն է դարձել հայր մեր աղոթքը, բոլորը աղոթում են, վերստին ծնված թե չծնված, բայց Տերը այդպես չսովորեցրեց, ամեն մարդ թող այսպես աղոթք անի։ Աստծո որդիների աղոթքն է սա,
ովքեր Աստծուց ծնված են, Աստծո որդի են, նրանց իրավունքն է Աստծուն ասելու հայր, ոչ թե ամեն մի մարդ իբրև որպես շաբլոն հայրմեն աղոթեն, իբրև թե Աստված էլ պետք է պատասխանի, ոչ։ Որ ասեցինք վերստին ծնունդն ու հոգով մկրտությունը տարբեր են իրարից, ուշադրություն դարձեք ինչ է կատարվում։ Վերստին ծնունդով մարդը ինչ իրավունք է ստանում։ Վերստին ծնունդով մարդը Աստծո որդի լինելու իրավունք է վաստակում, չէ՞։ Ընտանիքի անդամ լինել է վաստակում, վերստին ծնունդով։ Սակայն Սուրբ Հոգու մկրտությունով մարդը ինչ է ստանում։ Սուրբ Հոգով մկրտություն ասում է ժառանգության գրավ է։ Ուշադրություն դարձեք, որդեգրություն թեմայում ենք նայեցինք։ Ամեն որդի չի, որ իրավունք ունի ժառանգություն ստանալու։ Նայած որոշումը ինչպես է, մենք օրինակ բերեցինք Աբրահամը որդիներ ուներ տարբեր կանանցից, բայց որոշեց մեկին տա ժառանգությունը։ Իսահակը երկու որդի ուներ ոչ թե տարբեր կանանցից, նույն կնոջից, բայց որոշեց էլի մեկին տա ժառանգությունը, մեկին չտա։ Հակոբն տարբեր կանանցից 12 որդի ունեցավ, ըստ Աստծո ծրագրի, ժառանգությունը բաժանվեց 12-ին էլ։ Նմանապես Աստված որոշել է բոլոր վերստին ծնվածներին ժառանգություն տա։ Պատկերացրեք լցված բաժակը ջրով, ինչ է, դատարկվի նորից պետք է լցնես։ Նորից պետք է լցնես։ Սակայն Տերը մյուս ճշմարտության մասին էլ ասաց, մարդու մեջ հաստատվում է կյանքի աղբյուրը։ Տերը ասաց, չէ, եթե մեկը ծառավ է թող գա խմե, չէ, Հովանու 7:39-ում ասաց, նրանից կենդանի ջրի գետեր կբխեն։ Ոչ թե միայն մարդը կլցվի, ոչ թե միայն մարդը կընկղվի, այլ դա քիչ է, որ ասում ենք։ Միևնույն ժամանակ նրանից կենդանի ջրի գետեր դուրս կգան, անգամ նրանց խոսքով օրհնություն կլինի շրջապատում, կյանք կտարածվի, կյանքի համար մարդիկ ապաշխարեն, կյանքի խոսք կընդունեն մարդիկ։ Տերը ոչ թե միայն խոսեց լցվելու եւ ընկնվելու մասին, նաեւ խոսեց կենդանի ջրի։ Այն աղբյուրներ չէ, աղբյուր նկատի ունեմ ակնաղբյուր։ Կենդանի ջրի գետ էլ չէ, գետեր կբխեն։ Սա ճշմարտություն է իրականության մեջ։ Փառք Աստծուն այս օրհնության համար։ Վերստին ծնունդը հիմք է, որ դու մկրտվես, սակայն մկրտությունը ավել մի օրհնություն է քեզ բերում։ Դու դառնում ես կյանքի աղբյուր նաև։ Ասենք այդ աստվածային կյանքի աղբյուրը քո միջից է կարող է բխել, քո սրտից։ Եվ մենք շարունակենք երրորդ բաժնից, որը կոչվում է Սուրբ Հոգու մկրտության որոշ նպատակները։ Այսինքն 4-ը ենթաբաժնով կուսումնասիրենք այս բաժինը, որից առաջինը կոչվում է Սուրբ Հոգու մկրտությունը Քրիստոսի հարության ապացույցն է, 1, երկրորդը Սուրբ Հոգու մկրտությունը Աստծո ժառանգության գրավն է, երրորդ Սուրբ Հոգու մկրտությունը մարդու կյանքը պատղաբեր է դարձնում, եւ 4 ենթաբաժինը Սուրբ Հոգու մկրտությունը Աստծո հետ մեկացման նպատակ ունի։ Ուրեմն մենք առաջին ենթաբաժինը կնայենք այսինքն Սուրբ Հոգու մկրտությունը Քրիստոսի հարության ապացույցն է։ Այն բաժնի մեջ թե ով է մկրտողը, Սուրբ Հոգու, մենք արդեն ապացուցեցինք, որ Սուրբ Հոգու մկրտողը Տեր Հիսուսն է։ Եվ քանի որ Տեր Հիսուսը մկրտող է, օրինակ Մարկոսի 1:8-ում է գրված, Հովաննու 16:7-ում, Գործքի 2:32 եւ 33 խոսքերում այդ մասին խոսում է, ուստի եւ եթե Քրիստոսը մնացած լիներ մեռած, ուրեմն մկրտող չէր լինի, եւ քանի որ Սուրբ Հոգու մկրտությունն է կատարում, ոչ թե սա է միակ ապացույցը, այլ ապացույցներից մեկն էլ սա է, որ Տեր Հիսուս Քրիստոսը հարություն է առել։ Ոչ թե միայն առաջին դարի մարդկանց համար ապացույց կար, այլ մեզ համար էլ ապացույց կա, հենց ապացույցներից մեկը սա է, որ Տերը հարություն է առել։ Եվ կենդանի է, եւ այս խոստումը կատարում է մինչև այսօր։ Երկրորդ ենթաբաժինը կոչվում է Սուրբ Հոգու մկրտությունը Աստծո ժառանգության գրավն է։ Որոշ չափով իհարկե շոշափել ենք տարբեր թեմաների մեջ, սակայն Սուրբ Հոգու մկրտության մեջ էլ քանի որ հենց կոնկրետ սրա հետ է կապված, պետք է խոսենք։ Ուրեմն
Մենք խոսել ենք վերստին ծնունդ թեմայում, որդեգրություն թեմայում նոր որոշ չափով շոշափել ենք, որ Աստված մարդկանց Քրիստոսին հավատացողներին տալիս է վերստին ծնունդ։ Եվ ոչ թե միայն Աստված վերստին ծնունդ է տալիս, որպեսզի հավիտյան ապրեն, այլ նաև Աստված որոշել է իր զավակներին թողնել ժառանգություն։ Կարող էր Աստված, այո, վերստին ծնունդ տալ, նորմալ կյանք տալ, բայց ժառանգություն չտար։ Օրինակ Աբրահամի կյանքում որ կարդում ենք, Սարայից հետո Աբրահամը ուրիշ կին ունեցավ, նրանից որդիներ ունեցավ, սակայն խոսքը այսպես ասում, որ Աբրահամը նրանց բաժին տվեց, բայց ժառանգությունը թողեց Իսահակին։ Որոշ բաժինը դա ժառանգություն չէ, բայց ժառանգություն սա է, որ ամբողջ այդ իրավունքը ժառանգության վրա եղած իր շարունակությունը որպես որդի, ճանաչված որդի, հատուկ դիրքի դրած որդի, նրան են հատկացնում ժառանգությունը։ Եվ Աբրահամը ասում է Իսահակին տվեց։ Նմանապես Աստված որոշել է իր ժառանգությունը տալ բոլոր վերստին ծնվածներին, ինչպես որ Հակոբը տվեց իր 12 որդիներին։ Կարդանք երկրորդ Կորինթացիներին ուղղված նամակի 1:21-22-ը, որտեղ ասվում է, որովհետև որքան Աստծո խոստումներ որ կան, նրանում է այոն, եւ նրանում է ամեն Աստծո փառքի համար մեզանով, բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատող եւ մեզ օծող Աստվածը, որ մեզ կնքեց եւ հոգու գրավը մեր սրտերի մեջ տվեց, գրավ, այսինքն ժառանգության գրավ, ուրիշ տեղ հեսա կարդանք, նաեւ Աստված, այո, կարող էր այս ծրագիրը չկազմել, բայց Աստված իր այդ մեծ ճոխ ծրագիրը նաեւ այսպես է ծրագրել, որ գրավ էլ տա։ Թեև Աստված եթե հանգարց գրավ չտար, խոստումը բավական է, որ մենք գիտենք Աստված անսուտն Աստվածը խոստացել է եւ կկատարի։ Սակայն ասում է Աստված հոգու գրավն էլ տվեց։ Նաեւ երկրորդ Կորինթացիների 5:5-ում էլ այսպես է գրած, բայց այս բանը մեզանում հաջողել տվողը Աստված է, որ հոգու գրավն էլ տվեց մեզ, նորից կրկնում է։ Ուրիշ գլխում, ուրիշ հատվածում նորից Պողոսը կրկնում է, որ Աստված մեզ հոգու գրավը տվեց։ Եփեսացիների 1:13 եւ 14-րդ խոսքում էլ նորից այս մասին շոշափվում է, ասում է, որ նրան եւ դուք հուսացիք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք, խոստմունքի սուրբ հոգով կնքվեցաք։ 14-ում շարունակում է ասելով, որ մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը նրա փառքի գովասանքի համար։ Այսինքն իհարկե Աստված դրանով կփառավորվի եւ կգովաբանվի, սակայն խոսքը սա էր, որ հոգու գրավը նաեւ կոչվում է ժառանգության գրավ։ Տարբեր բաների համար կարելի է գրավ թողել, չէ՞, գիտեք, արդեն գրավին չեմ բացատրում, սակայն Աստծո թողածը ժառանգության գրավ է։ Ոչ թե պարտքի գրավ է, ոչ թե ուրիշ մի բանի գրավ է, այլ ժառանգության գրավ է։ Մարդկա պարտք է, իր պարտքերի փոխարեն է գրավ թողնում, բայց Աստված իր խոստումի փոխարեն է գրավ տվել, որ ժառանգություն կտամ քեզ, վերստին ծնվածին ասում եւ իհարկե նաեւ մկրտում է Սուրբ Հոգով, նպատակներից մեկն սա է, որպես ժառանգության գրավ։ Թեև մենք ասացինք Սուրբ Հոգով մկրտության որոշ նպատակներ է, այսինքն միայն մեկ նպատակ չունի։ Շատերը օրինակ այսպես են տեսնում, Սուրբ Հոգով մկրտությունը միայն վկայելու համար է։ Զորություն կառնեկին վկանել, ճիշտ է, որ այդ նպատակներն ունի, բայց դրա համար մենք ասում ենք որոշ նպատակներ։ Աստված իր անձն է գրավ տալիս։ Հիշում եք, որ Հակոբի որդիները գնացին Եգիպտոս, Հովսեփ արդեն Եգիպտոսում էր, որ ցորեն բերեին։ Երբ որ գնացին ցորեն բերելու, Հովսեփին դե չճանաչեցին։ Հովսեփն էլ ասում էր, ես ինչպես իմանամ, որ դուք ետ կգաք։ Եվ որպես գրավ եղբայրներից մեկին վերցրեց։ Հիշում եք։ Այսինքն գրավը միայն առարկա չի կարող լինել, այլ նաև կարող է լինել անձ։ Այդ եղբայրը գրավ էր դրված։ Եվ իրականության մեջ դա պատճառ դարձավ, որ նրանք ետ դառնան նորից։ Թե սովը, թե իրենց եղբայրը։ Աստված էլ ինքը իր, ասենց ասած, եռամյացությունից մեկը գրավ է դրել եւ սա ապացուցի նաև Քրիստոսը պետք է վերադառնա։ Ուրեմն Հովանու 14-17 կարդամ ձեզ համար, ասում է, եւ ես օրը կաղաչեմ, ուրիշ մխիթարիչ կկտա ձեզ եւ կմնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել,
որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան։ Բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Փաստորեն գրավը տալիս է Աստված, նաեւ այս գրավը մեզ հետ մնում է հավիտյան։ Արդեն բնական է, մենք մեր ժառանգությունը կստանանք, բայց քանի որ հավիտենական ժառանգություն է, այն ամենը մեկ օրում չես ստանա, մեկ ամսում չես ստանա, որտեղ հավիտենության հետ է կապված, չէ՞։ Օրինակ պատկերացրեք, դուք ձեր երեխային ժառանգություն եք թողել, այս տարի այս բանը, մեծ բան է գրել, բայց քանի որ նա կարողանում է այս հասկանալ, ասենք այս տարի այս ինչը հասցրի գնալ, մյուս տարի որոշել եք այդ ժառանգությունից այս կտորն էլ հասցնեք, մյուսն էլ հասցնեք, եւ հետաքրքիր է, Սուրբ Հոգի ժառանգության գրավն է եւ հավիտյան մեզ հետ կմնա, այսինքն հավիտենության մեջ անվերջանալի օրհնությունները Աստված որոշել մեզ տալ, որպես ժառանգություն, անվերջանալի օրհնություններ, ժառանգությանը չափ չկա, դրա համար Սուրբ Հոգի գրավը մնում է հավիտյան մեզ հետ, Աստված ձեզ պահապան, կարող ենք ասել փառք Աստծուն, ամեն, նաև երրորդ ենթաբաժինը Սուրբ Հոգով մկրտությունը մարդու կյանքը պատղաբեր է դարձնում, տեսնում եք, մի նպատակն է սա է, այսինքն Սուրբ Հոգով մկրտությունը հարուստ հետևանք ունի, շատ մեծ նպատակներ ունի, որոնցից մեկն էլ սա է, որ հավատացող մարդը, Քրիստոսին հավատացող դառնա բարի պտուղներով մարդ, այսինքն նա կյանքը լցված լինի բարի գործերով։ Աստված նախ մարդուն չի թողնում մենակ։ Ընդհանրապես ուշադրություն դարձած եթե լինեք, չեմ մանում, հնարավոր է չեք զգացել, բայց ինչ որտեղ ապրած լինեք կամ լսած լինեք, որտեղ մարդը մինչև չզգա, տեսնելով չես կարող հասկանալ մենակությունը։ Մենակությունը շատ սարսափելի է։ Ուզում ես մարդուն ողջ աշխարհը տուր, բայց որ նա մենակ մնա, այդ ունեցած կաշկին չի երևա։ Իրականության մեջ մարդիկ այն ընկերը չեն, որ հավիտենությունը լցնեն։ Հաճախակի ասել ենք, որ շատ ժամանակ մարդիկ իրենց ամբողջ կարիքը ուզում են ինչ-որ մի մարդուց ստանան, մեկը ամուսնուց, մյուսը կնոջից, մյուսը երեխայից, երեխան ծնողից, եւ երբ որ չեն ստանում, դժգոհում են, չհասկանալով, որ մարդը չունի այն ամենը, ինչ որ դու կարիք ունես։ Հոգու կարիքը, որ մենակությունը, հոգուտ մենակությունը միայն Աստված կարող է լցնել։ Դրա համար հենց ասում է Աստված նախ մեզ մենակ չի թողնում։ Մկրտվելով մենք Աստծո հետ սկսում ենք ապրել, երբ որ Աստծո հետ սկսում ենք ապրել, եւ Գաղատացիների 5:22-25-ում էլ ասում է, որ մարդը լցվում է բարի պտուղներով, ասում է, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երանամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, թեզություն, ժուշկալություն եւ այլն, այսպիսի բաներ։ Արդեն մարդը Աստծո հետ ապրող մարդը սկսում է բարի, ասենց գործերով լցվել։ Տրամադրվում է, որ միշտ բարի լինի, հենց ուրախությունը, չէ, մի բարության արտահայտությունը, խաղաղությունը, ինչպես նաև Սուրբ Հոգով մկրտվողը դառնում է Քրիստոսի զորավոր վկան, հոգիներ շահելու համար։ Եթե Քրիստոսի հոգին չներգործի, մարդու լեզվի ճարպկությունից չի, մարդու կրթությունից չի, որ կարողանա մարդ գրավել։ Միտեղ Պողոս առաքյալը ասում է Կորինթացիներին, մենք ձեզ խոսեցինք Աստծո հոգով, Սուրբ Հոգով եւ զորությամբ, Աստծո զորությամբ, ոչ թե մարդկային իմաստությունով, որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությունով չլինի, որ շատ փուչ եւ քանդվող է, այլ Աստծո զորությունով լինի։ Եթե կարողանա մի վկայել, եթե Աստծո հոգով չի գործում, մարդ հավաքել, ընդհանրապես նրանց հավաքած մարդկանց զորությունը կամ հավատքը այնքան փուչ կլինի, որ ամեն ինչից կարող է քանդվել, խալխալվել եւ վերջանալ։ Բայց Աստված զորավոր հավատք է ուզում, որ դու ունենաս, դրա համար այդ Սուրբ Հոգու մկրտությունը քեզ դարձնում է վկա կամ ուրիշին վկա, որ քեզ վկայի եւ նրա վկայությունով դու զորավոր հավատացյալ դառնաս, ասենք քո հավատքը Աստծո վրա լինի, Աստծո զորությամբ լինի, ոչ թե մարդկային իմաստությամբ։ Օրինակ Հովաննես 15:26-27-ում էլ գրված է, որտեղ Հիսուսն է ասում է, բայց երբ որ մխիթարիչը կգա, որ ես հորիցը կուղարկեմ ճշմարտության հոգին, ասում է հորիցն է դուրս
գալիս, նա կվկայի ինձ համար եւ դուք եք կվկայեք, որտեղ սկզբից ինձ հետ եք։ Հետաքրքիր Տիրոջ դարձ հերթականությունը, չէ՞։ Նա կվկայի ինձ համար եւ դուք եք կվկայեք։ Այսինքն վկայությունը մեր մեջ հաստատողը նախ Սուրբ Հոգին է։ Այդ վկայությունը Հիսուսի մասին Սուրբ Հոգին մեզ համոզում է, ոնց ասած հաստատում է, ապացուցում է եւ մենք որպես թե իրական փաստ համոզված այդ փաստերի վրա Քրիստոսի կյանքի հետ կապված սկսում ենք խոսել մարդկանց հետ։ Շատերը իրենց անունը վկա են դրել, բայց Սուրբ Հոգով մկրտված չեն, կամ Սուրբ Հոգուն ընդհանրապես շատերն էլ կան մերժում են։ Լավ, ինչ համոզմունք ունի նրանց խոսքը։ Կարող են անգիր կրկնել, բայց ոչ զորությամբ։ Իսկ շատ կարևոր է հենց մեր աշխատանքի մեջ էլ, հոգևոր աշխատանքի մեջ է Սուրբ Հոգու ներկայությունը։ Որպես ուսուցիչ, որպես առաջնորդ, որպես Տեր, որպես Աստված, փառք Աստծուն այս օրհնության համար, Գործքի 1:8-ում է նորից ասում է դուք զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմից սկսած մինչև աշխարհի տարբեր ծայրերը։ Սուրբ Հոգով մկրտվածը կարող է եկեղեցում ծառայել իհարկե Սուրբ Հոգուց ստացած պարգևով։ Եթե մեկը ուզում է Աստծուն ծառայել, պետք է Աստծուց լինի նրա կոչումը։ Թեև այսօր շատ խախտված աշխարհում ցավալի է, երբ որ խոսում ես, ուզում ես որ կարգավորվի, մարդիկ ծայրահեղություն են համարում, սակայն հետաքրքիր է, օրինակ Պողոս առաքյալը միտեղ ասում է Եբրայեցիների թղթում գրված ասում է. եթե հրեշտակների կամ միջնորդի ձեռով տրված օրենքը խախտվեր, մարդիկ ծանր պատժին էին արժանանում, չէ՞, հիշում եք։ Եթե մեկը խախտեր օրենքը, ծանր պատժի էր արժանանում։ Էլուր մնաց, եթե Քրիստոսից եղած, անձամբ Քրիստոսի բերանով Աստծուց եղած վկայություններն ու ավետարանը, ասում է հավիտյանական հոգու ձեռով իրեն անարատ պատարակ մատուցեց, եթե մեկը հանգարց առհամարի կամ խախտի այս Սուրբ կանոնը առավել եւս պատժի արժան կլինի։ Սա խոսում է պատժի մասին, սակայն այս օրենքով կարելի ասել այս տեսանկյունից ուզում եմ ուրիշ ճշմարտության վրա ուշադրություն դարձնել։ Եթե հին կտակարանյան, այսինքն հին ուխտի ստվեր դետալները կամ օրինակի պես, որ ասում է դետալները, որ ոչ թե բուն կերպարանքն են, այլ այն օրինակի պես Մովսեսն ասում է, որ Սարոմը տեսավ։ Եթե այդ օրինակը պահանջում էր օրինակի կառույցը, օրինակի պատրաստելը պահանջում էր, որ մարդիկ պարգև ունենային Աստծուց, հիշում եք, պատահական մարդ չէր մոտենա այդ գործին։ Աստված էր, որ որոշում էր ով անի եւ Աստված էր, որ տալիս էր պարգևը, քանդակելու կամ մնացած ինչ գործ, որ պետք է արվեր։ Եթե օրինակը պետք է շինվեր Աստծո ծառաներով, Աստծուց տրված պարգևներով, առավել եւս նոր կտակարանյան եկեղեցու ծառայությունները պետք է լինեն Սուրբ Հոգուց տրված պարգևներով։ Բայց շատերին հարցնում են ոչ, ուղղակի իրենք տրամադրվել են, կրթվել են, կարծես թե ավարտել են ինչ-որ մի հոգևոր կրթարան, դիպլոմ են տվել նրանց, եւ նրանք կարող են արդեն վարդապետել, երբ որ հարցում ես պարգև ունես, ասում եմ դե ավարտել եմ, ով է տվել քեզ պարգևը, այդ դպրոցի տնօրենը կամ ուսուցիչները, թե Աստված։ Մեկին հարցեցի, ասում եմ դե շատ եմ անում, Աստված տվել է, թե չի, ես ավարտել եմ, եղբայրներն ասում են գործի, ես է գործում եմ։ Այսինքն եթե ինքը չգիտի, ես չեմ ընդունում ինքը պարգև ունի։ Որտեղ հնարավոր չի մեկը ծառայի Աստծուց հայտնություն չունենա։ Աստված հայտնում է ոչ թե միայն իրեն անգամ ձեռք դնողներին եւ եկեղեցուն հայտնում է այդ պարգևի մասին։ Ուրեմն մենք ուշադրություն դարձնենք, որ հենց նպատակներից մեկը սա էր, որ Տիրոջը պետք է ծառայեն Սուրբ Հոգու պարգևներով եկեղեցում եւ հենց առաջին Կորինթացիների 12-ի 4-ից 7-ում էլ գրված է։ Ասում է պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է։ Պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է, բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնություն օգուտի համար։ Եվ շարունակում է. մեկին ես, բայց հետաքրքիր այս հատվածում դուք նկատում եք էլի Սուրբ Եռամիասնության ներկայությունը։
Երեք բան ասում, պարգևներ զանազան է, հոգին նույնն է, Սուրբ Հոգին։ Պաշտոններ զանազան է, Տերը նույնն է, Հիսուսը։ Ներգործությունները զանազան են, Աստված նույնն է։ Տեսնում եք ոնց է խոսում։ Շատերն ասում են, դե մի տեղ ցույց տվեք, որ Սուրբ Եռամիասնությունը գրած լինի։ Ավելի պարզ է գրված, քան թե ուրիշ կերպ ասվեր։ Առանց Աստծո, այսինքն առանց Սուրբ Եռամիասնության եկեղեցում չկա պարգև ու պաշտոն։ Իսկ եթե ոմանք չգիտեն ու գործում են, եկեղեցին խալխուր եկեղեցի է։ Չի դիմանա դժոխքի դռներին, դժոխքի դռները տանող ուժերին, սակայն այն եկեղեցին կդիմանա, որի կառուցողը Հիսուս Քրիստոսն է, իհարկե Սուրբ Եռամիասնության։ Ուրեմն մենք կանցնենք նաև 4-րդ ենթաբաժնի, 3-րդ բաժնի, Սուրբ Հոգու մկրտությունը Աստծո հետ մեկացման նպատակ ունի, որոշ չափով խոսեցինք, որ Աստված չի ուզում մեզ մենակ թողնել, դրա համար էլ մկրտությունով մեզ մեկացնում է իր հետ։ Իհարկե մենք ասում ենք Քրիստոսի հետ մեկացում թեման ենք, չէ՞ անցել։ Քրիստոսի հետ մեկացում հենց Սուրբ Հոգու հետ մեկացում է, նույնն Աստծո հետ մեկացում, որ մեկ լինեն, Հիսուս Տերը աղոթում էր, Հայր, ինչպես ես եւ դու մեկ ենք։ Նրանք էլ մեկ լինեն միության մեջ մեզ հետ։ Հովհաննես 14:16-20 արդեն գիտեք, եւ Տերը որ ասում է հենց այդ խոսքերի մեջ ասում է, որ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ 18 խոսքում ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ մի փոքր ժամանակ եւ այլ շարունակում է։ Ձեզ որբ չեմ թողնի։ Առաջին Կորինթացիների 12:13-ում ասում է, որտեղ ամենքս էլ մեկ հոգով մկրտվեցինք, մեկ մարմին լինելու, թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ, եւ ամենքս մեկ հոգուց խմեցինք։ Հետաքրքիր է, չի ասում։ Այսինքն ազգերի մեջ տարբերություն չի դրել, ով որ կանչված է Աստծո համար, տարբերություն չկա, հրեա է, թե հույն է, թե հայ է, թե ռուս է, ինչ ազգ ուզում է լինի։ Նաեւ որ ասում եք Աստծո հետ մեկացման նպատակ ունի Սուրբ Հոգու մկրտությունը եւ որպես Աստծո հետ մենք կարողանում ենք հասկանալ Աստծո մտքերը Սուրբ Հոգու ազդեցությամբ եւ զորավոր աղոթք բարձրացնել երկինք։ Գրված է, ասում է, եթե մենք Աստծո կամքի պես է աղոթում, այդ աղոթքը լսվում է։ Եվ քանի որ գիտենք Աստված լսում է, կպատասխանի։ Այնքան աղոթքներ կա մարդը Աստծուն չճանաչելով, օդի մեջ աղոթում է, անպատասխան է մնում։ Բայց այս մեկացման մեջ դա մենք սկսում ենք հասկանալ Աստծո միտքն էլ Սուրբ Հոգու ազդեցությամբ եւ իզուր աղոթքներ չանել։ Նպատակով ճիշտ աղոթքներ անել, որպեսզի լսելի լինի երկնքում։ Օրինակ Հռոմեացիների 8:26-ում գրված է։ Ասում է, այսպես էլ հոգին օգնում է մեր տկարությունները, որտեղ թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Նա սկսում է իհարկե օտար լեզուների աղոթքների մեջն է, սկսում է մեր հոգու վրա ազդել եւ մենք այն աղոթքն ենք բարձրացնում, որը Աստծուն ընդունելի է։ Եվ Եփեսացիների 6:18-ում էլ ասվում է. ամեն աղոթքով, աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով եւ սրանում հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Անգամ կոչ է անում Սուրբ Գիրքը, որ ամեն անգամ հոգով աղոթք անել։ Հոգով իհարկե Աստված չի ասում մայրական լեզվով մի աղոթք արեք, հոգով, այսինքն Սուրբ Հոգով աղոթք արեք, թե մայրական լեզվով մեր կրթության պես Աստծո գրվածքի համեմատ, ինչպես նաև օտար լեզուներով շատ ժամանակ էլ, որ ասում է անբարբար հառաչանքով, այսինքն մեզ անհասկանալի բառերով, բարբառներով։ Աղոթք է բարձրանում եւ շատ է եղել, օրինակ ես վերջերս մեկը եկավ, ասում է, եղբայր ջան, ես աղոթք էի անում օտար լեզվով եւ աղոթքի մեջ անդադ քո անունն էր տրվում, չեմ ամ, ինչ կար, բայց Աստված անդադ քո անունը, ոնց ասած, իմ լեզվին էր դրել, իմ հոգին քո համար էր աղոթք անում։ Նման դեպքեր եղել են։ Իմ միջոցով էլ է եղել։ Մարդկանց համար աղոթք եմ արել, որ այդ պահին ես նրանց չեմ էլ հիշեմ, մեկը տեսնում եմ այդ մարդու անունն է տրվում եւ ինչ որ հոգս կա, Աստված Սուրբ Հոգով մղում է ինձ այդ մարդու համար աղոթք անում։ Եվ հետաքրքիր է, աղոթքից հետո մեկ էլ որ առիթ է լինում, տեսնում ես, որ
պատասխանը տեղին էր։ Մեկ օր նստած ենք իրար հետ Հայաստանում, նստած ենք որոշ մարդիկ կան դրսից եկած տարբեր, խոսում ենք մեր հարազատ բարեկամներից, մեկ էլ գիշերվա 2-ն էր։ Մտքովս անցա գնացի առանձնացա ու սկսեցի հորեղբորս համար աղոթք անել, որ Լենինգրադում էր ապրում, հիմա էլ այդտեղ ապրում, եւ նրանց ասացի, որպես ինձ վկայություն, ասացի, ես չգիտեմ ինչ է սպասվում կամ ինչ է կատարվում, բայց անհանգիստ էր Սուրբ Հոգին եւ ինձ աղոթքի մղեց հորեղբորս համար։ Անցավ հաջորդ օրը զանգում են, տեսնում են, ասում են մեռնելուց են բրծել։ Բայց ինքն էլ չգիտի ինչպես բրծավ։ Հրաշքով բրծավ եւ ասացի, Աստված դրել են իմ սրտում, ինձ քո համար աղոթք կան, վկաներել կան։ Որ մինչեւ որ քեզ զանգի, արդեն ես իրանց ասել էի։ Առավոտյանը ինքը ասում, բայց բոլորի ներկայացում հենց գիշերին բան ասում, Սուրբ Հոգին անհանգստություն է դրել իմ մեջ, որ աղոթք անեմ հորեղբորս համար։ Եվ տեսնում եք, տեղին էր, պատահական չէր, եւ ինքը հրաշքով ազատվեց։ Մարդը թեև ազատ է իր կամքի մեջ աղոթք անելուց, սակայն Աստված մեզ ուղղորդում է ճիշտ աղոթք անելու։ Հենց մենք ազատ կամքով է, որ ընտրել ենք, որ Սուրբ Հոգին մեզ վրա ազդի եւ Սուրբ Հոգին մեր մեջ լինի, մենք Սուրբ Հոգու մեջ լինենք։ Աստված ձեզ օրհնի։ Մենք անցնենք 4-րդ բաժնին, որը կոչվում է Սուրբ Հոգով մկրտված լինելու ապացույցները։ Այսինքն շատերը մեկ էլ օրինակ հիշում եք, որ ասացի մերժում էին Սուրբ Հոգով մկրտության ակտը, հետո որ ապացուցում ես փախնելու տեղ չուներ, մեկ է վերջում ասում մենք ենք մկրտված, բայց ասելով չի, պետք է պտուղ լինի։ Սուրբ Հոգով մկրտության արդյունքը պետք է լինի։ Ուրեմն նախ առաջին ապացույցներից մեկը սա է աստվածահաճո կյանք, որ մարդը սկսում է աստվածահաճո կյանք ապրել։ Օրինակ, մենք գիտենք, չէ՞, որ մարդը մեղավոր է, նա կամենայել ապրի Աստծո կամքի մեջ չի կարող։ Դրա համար Աստծուն օգնությունն է պետք, Աստծո ոնց ասած օրհնությունն է պետք, որ մարդը ապրի։ Եվ այդ Սուրբ Հոգով մկրտությունը մարդուն դարձնում է պտղաբեր, ինչպես մենք ասացինք, որ կարդացինք օրինակ Գաղատացիների 5:22 եւ 23 խոսքերում, որ հոգու պտուղը որն է, այսինքն ոչ թե հոգին է այդպես ապրում, այլ իր ոնց ասած առաջնորդած մարդը լինում է խաղաղության մեջ, սիրո մեջ, քաղցրության մեջ, բարության մեջ եւ այլ եւ այլ։ Սրանք ապացույցներ են, երբ որ մարդը սկսում է ապրել նորմալ կյանքով։ Ուրեմն չեմ կարդում այդ հատվածը, որտեղ կարդացի Գաղատացիների 5:22-23-ում է գրված, նաեւ Կողոսացիների 1:9-ից 11-ը կարդամ, ասում է նրա համար մենք էլ այն օրից հետո, երբ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրված մատուցելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստունով եւ հոգեոր հանճարով։ Եվ իհարկե շարունակում է ասելով, որ դուք գնաք ինչպես արժան է Տիրոջը ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործերով պտղաբեր լինեք եւ աճեք Աստծո գիտության մեջ, ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության եւ երկրատնության մեջ ուրախությունով։ Պողոս առաքյալը շնորհք է խնդրում, զորություն, իմաստություն, այսինքն որ դուք ապրեք այսպիսի լավ կյանքով, բայց այդ լավ կյանքի համար աղոթք է բարձրանում, նշանակում առանց Աստծո ոչ մեկ չի կարող ապրել այդ բարի կյանքը։ Եվ հենց Սուրբ Հոգու պտուղներից մեկը սա է, որ մարդը ապրի բարի կյանքով։ Նաև Սուրբ Հոգով մկրտված լինելու ապացույցներից մեկն է սա է, որ օտարլեզվի աղոթքը։ Մենք գիտենք Գործք Առաքելոցի 2-րդ գլխում, հենց որ մարդիկ մկրտվեցին, անմիջապես ի հայտ եկան օտարլեզուների աղոթք։ Կամ 10:44-45-ում նորից կարդում ենք մարդիկ, որ մկրտվեցին Կորնելիոսի տանը, նորից մենք տեսանք ի հայտ եկավ օտարլեզվի աղոթք, որտեղ ասում է մարդիկ լսում էին, տեսնում էին կողից, որ նրանք փառաբանում էին Աստծո օտարլեզուներով։ Ինչպես նաև Գործք Առաքելոց 19:1-7-ը ասում է եւ եղավ, որ ասում է Ապողոսը Կորինթոսում եղած ժամանակ Պողոսը, որ վերի կողմերում մաներ եկեն, եկավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտնելով ասաց նրանց.
Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Նրանք ասացին. մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա։ Եվ ասեց նրանց. ապա ինչով մկրտվեցիք։ Նրանք էլ ասացին Հովհաննեսի մկրտությունով։ Եվ Պողոսն ասաց. Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում։ Եվ ասում, թե նա որ նրա հետևից պիտի գան, նրան հավատան, այսինքն Քրիստոս Հիսուսին։ Եվ երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անով մկրտվեցին։ Եւ երբ որ Պողոսը ձեռք դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարենում եւ ամենքը 12 մարդու չափ էին։ Տեսնում ենք, որ նորից, երբ որ մկրտություն տեղի ունեցավ, օտարլեզուների աղոթքը ի հայտ եկավ։ Սակայն շատերը գիտեք ոնց լեզուների աղոթքը խառնում են լեզուների պարգևի հետ։ Օրինակ այդտեղը որ Պողոս ասում է, միթե բոլորը լեզուներ են խոսում, միթե բոլորը, ասենք օրինակ մարգարեներ են, միթե բոլորը ավետարանիչներ են կամ առաքյալներ, միթե բոլորը, չէ, պարգևի մասին է խոսում, բայց շատերը կան դա խառնում են մկրտության հետ, աղոթքի հետ եւ մերժում ասում են դե բոլորը չէ որ պետք է խոսեն լեզուներով, սակայն որ ուշադրություն դարձնենք, այդտեղ ասում են լեզուներով, օտար լեզվով կա եւ օտար լեզուներով կա աղոթք, կա եւ պարգև։ Օրինակ, Պողոս առաքյալը Կորինթացիների 12-ում, 14-ում նորից շարունակում է, շատ երկար է, կարող եք դուք կարդան, նախ նա չի մերժում Սուրբ Հոգով ազդված աղոթքը, որ օտար լեզուներով պետք է արտահայտվի, ասում է, եթե խոսելու լինի, ես բոլորից շատ եմ խոսում։ Սակայն մարդկանց մեջ կարգը սա էր, որ ինչպես պետք է լինի, ասում եմ, երբ որ մեկտեղ եք հավաքվում, այնպես աղոթքարեք, որ դու լսես եւ Աստված։ Այսինքն բարձր չաղոթես, որ ասում է թարգմանիչ է լինի, Պողոս առաքյալը որ ասում է, իհարկե պարգևների մասին չեմ ուզում խորանալ, ուղղակի այս տարբերությունը մենք զգանք, թարգմանություն լինի, այսինքն պարզվի, որ Աստված ինչ է ուղում ժողովրդին օտար լեզվի խոսքով։ Ուրեմն աղոթքի խոսքը ուղված է ներքևից վերև, լեզվի պարգևի խոսքը վերևից ներքև, տարբեր բաներ են։ Եվ երբ որ Պողոս առաքյալը ասում է ամենքը չեն մարգարեներ, ամենքը չեն առաքյալներ, ամենքը չեն վարդապետներ, ամենքը չեն լեզուներով որ խոսան, բոլորը չեն որ բժշկության պարգև ունեն, սա պարգևների մասին է, ոչ թե աղոթքի։ Դրա համար մենք Սուրբ Գրքով սա ենք տեսնում, որ բոլոր մկրտություն ունեցողների մոտ պետք է արտահայտվի օտար լեզվով աղոթքը։ Սակայն պարգև ունեցողը բոլորը չեն, ինչպես նաև նկատվել է, տեսնում ես, օտար լեզվով աղոթքը մարդ երբ որ աղոթում է, մի լեզվով է աղոթում։ Իսկ լեզուների պարգևը անդադ այդ մարդու մոտ փոխվում է։ Հնարավոր է, օրինակ, այսօր աղոթի ինչ-որ մի լեզվով, վաղը մեկ ուրիշ ազգի կամ ցեղի լեզվով է խոսում, օտար լեզվի ժամանակ։ Ուրեմն մենք տեսնում ենք կա օտար լեզու եւ կա օտար լեզուներ։ Սա տարբեր բաներ են։ Մարդ կա միայն մեկ լեզվով է խոսում, աղոթում, բայց մարդը կա տարբեր լեզուներով է խոսում։ Իհարկե պետք է թարգմանություն լինի, պատահել է որ այո, Տերը տալիս է թարգմանություն։ Մարդը աղոթք է արել մեզ մոտ եւ Աստված տվել է թարգմանություն, որ ինչի մասին է, ինչ պատգամ կա Աստծուց ուղղված եկեղեցուն։ Բայց լեզուներով, որտեվ հիմա թե Աստված ինչու է այդպես որոշել, որ դա փոփոխության ենթարկվի, այսինքն փոխվի, օրինակ օտար ազգի մեկը հայերեն աղոթում, մյուս օրը ռուսերեն կարող է աղոթել, ասենք պատկերացրեք Աֆրիկայի ժողովուրդներից մի մարդ, ասենք, որ հավատացյալ է, կարող է մի ուրիշ օր վրացերեն աղոթի, մյուս օր անգլերեն աղոթի, տարբեր լեզուներով, այսպես լեզուն փոխվում է, պարգևի հետ կապված։ Աստված ձեզ օրհնի։ Փառք Աստծուն այս մեծ օրհնության համար։ Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա որոշել է, որ իրեն հավատացող ամեն մարդու մկրտի Սուրբ Հոգով, որպես աստվածային ժառանգության գրավ։